Մարտի 11-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը նախագահության Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղայևի։ Ադրբեջանի Ազերթաջ պետական լրատվական գործակալությունը գրում է, որ դատական նիստին գործով տուժողները Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունքներ են տվել։ Նրանք պատմել են, թե ինչ վնասվածքներ են ստացել պատերազմի ժամանակ եւ ինչ պայմաններում։ Ցուցմունք տվածներից յուրաքանչյուրը Ռուբեն Վարդանյանի համար առավելագույն պատիժ է պահանջել։ Ցուցմունքներում նշվում է նաև, որ Ռուբեն Վարդանյանի ֆինանսական աջակցությամբ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի ազատագրված տարածքների սահմաններում իրականացվել են հանքարդյունաբերական աշխատանքներ։ Դատական նիստն այդքանով ավարտվել է, հաջորդը տեղի կունենա մարտի 18-ին։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի գործը անջատվել է Արցախի Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական մյուս ղեկավարների գործից եւ քննվում է առանձին վարույթով։ Նրան առաջադրված 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում։ Ռուբեն Վարդանյանը իր գործով առաջին նիստից առաջ հունվարի 16-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի միջոցով ուղերձ էր փոխանցել, որում նշվում էր, որ մինչև հիմա իրեն հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը։ Ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ինքը չի տիրապետում, եւ դրա համար հատկացվել են բավականին կարճ ժամանակահատված։ Նա նաև նշել էր, որ ճնշում է գործադրվել իր փաստաբանի եւ թարգմանիչի վրա, որպեսզի ստիպեն ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրությունները։ Վարդանյանը պահանջում է բաց հրապարակային դատաքննություն։ Հասմիկ Անտոնյան, Գևորգ Մարտիրոսյան, Եվրոմեդիա 24։